Խաղություն ձեզ և խաղություն մեծ բոլորի սիրելի Աստծո ժողովուրդ, ողջունում ենք ձեզ բոլորիդ Հիսուսի սուրբ անունով։ Ուզում եմ տեսնել այն հոգիներին, ովքեր այսօր եկել են խանդավառությամբ։ Ես այսօր այստեղ եմ անձամբ, որ ընդունեմ Տիրոջից իմ բաժին օրհնությունը։ Ուզում եմ, որ սիրտդ լայն բացես Տիրոջ առաջ։ Ինչքան ուժ ունես Տիրոջը երկրպագես այսօրվա համար, որտև Տերը այսօր յուրահատուկ բան է պատրաստել, ինչպես ամեն օր մեզ հանապազորյա հաց է տալիս, այնպես էլ նա փափագում է մեզ նստել հոգու կերակուրով։ Այսօր եկեք մեր սրտերը լայն բացենք Տիրոջ առաջ եւ ընդունենք Տիրոջ բաժին օրհնությունը։ Սաղմոս 86-ի խոսքից ուզում եմ կարդալ 8-րդ խոսքից։ Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տեր, եւ չկա քո գործերի պես։ Ամեն ազգերին, որ արիր, կգան եւ երկրպագություն կանեն քո առաջին, Տեր, եւ քո անունին փառք կտան, որտեւ դու մեծ ես եւ հրաշք գործող։ Դու ես միայն Աստված։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտության մեջ։ Միացրու իմ սիրտը, որ քո անունից վախենամ։ Կգոհանամ քեզանից, Տեր, իմ Աստված, բոլոր սրտովս, եւ հավիտյան կփառաբանեմ քո անունը, որտեվ քո ողորմությունը մեծ է ինձ վրա։ Քո Տիրոջ ողորմությունը մեծ է քո վրա։ Կարող եմ տեսնել քո ձեռքը, որտեվ երբ որ Տերը գործեց քո կյանքում, նա չարեց, որ դու այսօր ամաչես։ Տիրոջը բարձրացում մեծարանք ու փառք ու պատիվ, որտեվ Տերը արժանի է ամենի մեծարանքի։ Հալելույա։ Միասին երկրպագենք ու փառաբանենք մեր Տիրոջը մեր ամբողջ զորությունով։ Ամեն։ Հալելույա, Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շնորհակալ ենք, որ հավատամորեն ամեն կիրակի, ամեն անգամ երբ քեզ կանչում են գալիս ես։ Մենք մեծարում ենք քեզ, Տեր։ Միասին երգենք, հալելույա։ Ահա մենք մեր ուրախ երգերով Հիսուս քեզ ենք գովում, քո անունը միշտ հիշելով երգում փառաբանում։ Ահա մենք մեր ուրախ երգերով Հիսուս քեզ ենք գովում, քո անունը միշտ հիշելով երգում փառաբանում։ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Ձերը միշտ ցնծում են Հիսուսի անունով, Սուրբ Հոգու օրհնության ներքով պաշտում ենք երգելով։ Մեր սրտերը միշտ ցնծում են Հիսուսի անունով, Սուրբ Հոգու օրհնության ներքով պաշտում ենք երգելով։ Միասին արդեն դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Փառաբանեք Տիրոջը քո ծափերով։ Տեր, մենք երկրպագում ենք քեզ, մենք տալիս ենք ամեն գովասանք ու փառք ու պատիվ, որտև դու արժանի ես, որտև հավիտյան արժանի է քո ողջակեզը, որ զոհեցիր մեզ համար։ Երկենք մենք շարունակ Հայր Աստծո առջև, ունենք մենք մի մեծ նպատակ Աստծուն որդու պաշտել։ Պիտի երկենք մենք շարունակ Հայր Աստծո առջև, ունենք մենք մի մեծ նպատակ Աստծուն որդու պաշտել։ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելի երգեք, նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինեք։ Հալելույա։ Շարունակեմ այն խոսքը, բայց դու, ով Տեր, գթած Աստված ես եւ ողորմած, երկայնամիտ ես եւ հարուստ քաղցրությունով ու ճշմարտությունով։ Նայիր մեզ վրա եւ ողորմիր մեզ, քո զորությունը տուր քո ծառաներին եւ փրկիր քո որդիներին։ Նշան արա մեզ վրա բարության համար, որ մեզ ատողները տեսնեն եւ ամաչեն։ Նրա համար, Տեր,
Դու օգնեցիր ու մխիթարեցիր մեզ, ամեն։ Շարունակենք Տիրոջ երկրպագել։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շարունակենք Տիրոջ երկրպագել։ Ամեն, ամեն, եկեք մտնել նրա սուրբ ներկայության մեջ այսօր։ Քննենք մեր սրտերը, Սուրբ Հոգուն գովություն անենք, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր, փառք տուր նրան։ Եվ մխիթարով թակագին պարգև
Շարունակենք երկրպագությունը։ Ամեն շնորհակալ ենք Հիսուս։ Մնա նրա ներկայության մեջ Աստծո ժողովուրդ։ Ասա թե ինչքան ես նրան սպասում, նրա ձայնին, անձրևներին, ասա թե ինչքան ես փափագում։ Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հորդարատ ու վարար գետերին, թող թափվեն մեզ վրա անձրևներ, թող թափվեն անձրևներ, մեկ անգամ էլ սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հորդարատ ու վարար գետերին, թող թափվեն մեզ անձրևներ, թող թափվեն մեզ անձրևներ, դուր զորություն սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հորդարատ ու վարար գետերին, թող թափվեն մեզ վրա անձրևներ, թող թափվեն մեզ վրա անձրևներ, դուր զորություն Սիրում ենք քեզ Հիսուս։ Շարունակենք Տիրոջ երկրպագանը։ Տեր, շնորհակալ ենք քո թանձր, քո քաղցր ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր այս պատվի համար,
որ կարող ենք զգալ քեզ Տեր։ Տեր, սիրում ենք քեզ ու քո ներկայությունը։ Մենք խոնարհվում ենք քո սրբության առաջ։ Մենք խոնարհվում ենք Տեր քո մեծության, քո ներկայության առջև։ Խնդրում ենք Տեր, որ մեզ օծես Սուրբ Հոգուդ յուղով, այն թարմ յուղով, որ ամեն օր մեզ համար պատրաստած ունես։ Շնորհակալ ենք, Հայր։ Մեր փափագն է ավելի մոտենալ քեզ Տեր, մեր կյանքի ամեն մի օրվա մեջ։ Տեր, դու անսահման Աստված ես։ Մենք երբեք չենք կարող քեզ հաշվարկել։ Մենք չենք կարող միջև վերջ քեզ ճանաչել։ Ուստի ամեն օր կարիք ունենք ավելի քեզ Տեր։ Ավելի Տեր։ Alleluia.
Դրանից դուրս եկող երկրպագությունը գոհությունը քեզ Տեր Հալելույա Հիսուս Ամեն փառաբանություն քեզ Հալելույա Ժողովություն քեզ Սուրբ Հոգի պատվում ենք քեզ այս վայրում Սուրբ Հոգի մեր առաջնորդ մենք խոնարհվում ենք քո առջև խնդրում ենք Տեր որ բացես մեր հոգու աչքերը որ տեսնենք քեզ Հալելույա օրհնություն քեզ Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Հիսուս օրհնություն քեզ Եվս մեկ անգամ երկիր Տիրոջ Հալելույա օրհնություն քեզ Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Հիսուս օրհնություն քեզ Տեր օրհնյալ լինի քո ներկայությունը այս վայրում խնդրում ենք որ ամեն մի ժամանակ մեզ վրա թափես քո թարմոցությունը Տեր քո թարմ ջրերը քո գետերը քո անձրևները որտեղ մենք քո կարիքն ունենք Տեր շնորհակալ ենք քեզ այսօրվա համար շնորհակալ ենք հետագա ընթացքի համար ամեն բանի մեջ դու փառավորվես որին արժանի ես Հայր Որդի եւ Սուրբ Հոգի ամեն Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Աստծուն, ովքեր զգացին Տիրոջ ներկայությունը։ Ամեն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու։ Եկեք շնորհակալություն եւս մեկ անգամ ասենք մեր Աստծուն։ Շնորհակալություն ասենք մեր հովիվի համար։ Նաեւ շնորհակալություն հայտնենք, որ իրար ունենք Տիրոջ տան մեջ։ Ուզում եմ նվերների բաժնից կարդալ մի համար եւ երբ որ քանի անգամներ խոսում ես այս մասին, քեզ թվում է, որ այլևս նոր համար չես ճարի, բայց փառք Աստծուն այս գրքի համար, որտեղ ամեն անգամ մի նոր բան ես ճարում։ Այսօրվա նվերների բաժինը կարդալու եմ երկրորդ օրինաց 8-րդ գլխի 18-րդ համարից։ Այլ հիշիր քո Տեր Աստծուն, որովհետև նա հարստություն ստանալու համար նա է քեզ ուժ տվողը, որպեսզի քո քայլերի հետ իր երբման կնքած ուխտը հաստատի ինչպես այսօր։ Աստված մեկ-մեկ լսում ենք, չէ՞, որ մարդիկ մտածում են Աստված չի կարա քեզ օրհնի ամեն ինչով։ Բայց այստեղ նշում է, որ Աստված կարա քեզ օրհնի, երբ որ դու քո խոսքի մեջ մնաս եւ կատարես քո այս նվերների բաժինը։ Ինչ ենք մենք նվերներ բերում Տեր Աստծուն։ 3 հատ բան եմ այստեղ գրել եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Առաջինը մենք նվերներ ենք բերում մեր բաժնից Տիրոջը, որովհետեւ Աստծո տան մեջ գործ կա։ Դա առաջի պատճառն է։ Երկրորդը դրանից բաժին ենք անում, որտեվ այս նվերների միջոցով մենք կարողանում ենք օգնել մյուսներին, կարիքավորներին։ Եվ երրորդ մասը, ինչպես Աստված ասում է մի համարում, փորձիր ինձ, Աստված նաև ուզում է ապացուցել իր faithfulness-ը, հայերեն չգիտեմ faithfulness ոնց է, հավատարմությունը։ Եվ ասում է դու փորձիր ինձ, տուր ինձ եւ կտեսնես ինչպես ես քեզ կօրհնեմ։ Ահա եւս 3 օրինակ թե ինչքան կարևոր է որ մեր ունեցվածքից բաժին բերենք Տեր Աստծուն։ Եվ վերջի համարը ուզում եմ կարդալ
Հոբի գրքից, երբ որ Հոբը այդ փորձություններից անցնում է եւ ի վերջո գալի հասնում է այն հասկացողության եւ գրում է այս խոսքերը։ Ապա Հոբը պատասխանեց եւ ասաց. Գիտեմ, որ իսկապես այսպես է, սակայն մարդը ինչպես կարող է արդար լինել Աստծո առաջ։ Եթե նրա հետ վիճաբանի, 1000-ից մեկը չի կարող նրան պատասխան տալ։ Նա սրտով իմաստուն է եւ զորությամբ հզոր։ Ով է, որ իր սիրտը նրա դեմ խստացնելուց հաջողության է հասել։ Ինչ Աստված գրում է, պետք է Աստծու հետ կռվենք։ Եթե նվերների բաժնի մեջ մեզ խոսք ունի ասելու, ընդհանրապես մեզ պետք է անենք, որտեվ Հոբը լինելով շատ հաջողված, կորցնելով ամեն ինչ, եւս եկավ այդ համոզման, որ պետք չի Աստծո հետ կռվել։ Ուղղակի պիտի հետևենք ինչ որ Աստված մեզ ասում է։ Եկեք ուրախությամբ մեր բաժինները բերենք Տիրոջը։ Ամեն, եկեք միասին նորից շարունակենք Տիրոջը օրհնել, եկեք գովասանք տանք Աստծուն, մեր Աստված արժանի է, կարող ես կանգնել եւս մեկ անգամ, մեր ձայնը բարձրացնենք, մեր ծափահարությունները միացնենք ամբողջապես Տիրոջը օրհնենք, հալելույա, բարձրացրու քո ձայնը միասին այս երգը, օրհնության հավերժական երգ է, հալելույա, օրհնյալ լինի մեր Թագավորը, բարձրացնենք մեր ձայները, բոլորս միասին, հալելույա, հալելույա Հիսուս օրհնություն քեզ հալելույա Միայն դու ես արժանի Տեր միայն դու Հիսուս հալելույա հալելույա Հիսուս մեր սրտի խորքից ասում ենք քեզ օրհնյալ լինես դու հարավոր մեր Թագավոր հալելույա հալելույա Հիսուս Օրհնեցեք Տիրոջը, օրհնեցեք Տիրոջը, քեզ Հիսուս, գոհություն քեզ, քո անվանը, հալելույա, հալելույա, մեծություն քեզ, հալելույա, Հիսուս օրհնություն, շնորհակալ ենք այս հիանալի օրհնության ու երկրպագության համար։ Թող քեզ լինի ամեն փառաբանություն եւ օրհնություն մեր սիրելի Հայր, մեր քաղցր, մեր օրհնյալ միակ փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ սուրբերը միասին ասեն ամեն, 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 ամեն։ Փառք լինի Տիրոջը, փառք լինի Տիրոջը։ Խաչիկ եղբայրը պետք է գա այստեղ եւ Տիրոջ խոսքը փոխանցի մեզ եկեք ջերմ ծափահարությամբ այստեղ հրավիրենք Խաչիկ եղբայր ջան համեցիր Աստված օրհնի սիրելի եկեղեցի եկեք փառտանք մեր Տիրոջը եկեք ծափահարենք մեր Տիրոջը հալելույա փառք Հիսուսին դեք ես հենց նստած նայում եմ ասում եմ ինչքան հարուստ ենք մենք որ ունենք մեր եկեղեցին Աստծո իսկապես հրաշալի ծրագրեր որոնք տեսնում ենք sense գնում են հերթականությամբ իրար ունենք անելիք ունենք, Տիրոջ մեջ տեսիլք ունենք, իսկապես օրհնված ենք։ Փառտանք Տիրոջը դրա համար։ Մենք Աստծո մեջ մեծ ընտանիք ենք ու պետքա դա միշտ գնահատել ու բացի մեր անձնական ընտանիքը հավատացեք, սա էլ ընտանիք է, սա մեծ ընտանիք է ու հոգևոր ընտանիք է, մենք իրար ունենք, պետքա լավ նայենք իրար։
Պետքա իրոք սիրենք իրար ու վերաբերվենք որպես ընտանիքի։ Ես շատ մեծ սեր ու խաղաղություն եմ զգում տեսնելով այս ամեն ինչը, փառք Տիրոջը։ Սիրելիներս, շնորհակալ ենք Տիրոջը, որ մենք Աստծո զավակներ ենք, Աստծո որդիներ եւ դուստրեր ենք։ Փառք Տիրոջը։ Մենք տեսնում ենք հիմա էկրաններին, ես ուզում եմ որ դուք նայեք այս նկարը, Հռոմեացիներ 8:15-ը, դուք ստացաք որդեգրության հոգին, որով կանչում ենք Աբա Հայր։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, մենք բոլորս գիտենք, որ մենք որդեգրված ենք, չէ՞։ Գիտենք, որ որդեգրված ենք։ Ժառանգներ ենք Տիրոջով։ Այդ ժառանգությունը ստացանք, որ Տերը մեզ տվեց ու գիտենք ինչ ճանապարհով ստացանք այդ ամեն ինչը։ Ինչ մեծ զոհաբերությամբ ունեցանք։ Ում են որդեգրում։ Որփին, չէ՞։ Որփին են որդեգրում։ Ով որ անտերա, մի քիչ կարող լավ չի հնչում, բայց պատկերացա դու ծնվել ես այս աշխարհում, ոչ մի բան չգիտես, քեզ մեծացնող ծնողն էլ առաջի անգամ է ապրում այս կյանքը։ Ինքն էլ մի բան նորմալ չգիտի։ Ինքն էլ է սխալվում։ Ու ուզում է քեզ ճիշտ մեծացնի, բայց այդ ճիշտն էլ չգիտի նորմալ, որ քեզ մի նորմալ մեծացնի։ Ու դա աշխարհի մեջ վերածվում է, որ դու կարծես անտեր լինես, դու որբ ես։ Այս աշխարհին իրանով որբ է։ Գիտես, բայց Աստված մեզ որդեգրեց։ Ու ես sense խորում եմ մտածում եմ, եթե մենք ուզենանք մեկին որդեգրենք, եթե ուզենաս երեխա որդեգրես, պատկերացնենք գնում ես մանկատուն, որ երեխա որդեգրես։ Որ երեխուն կընտրես։ Ամենաառողջին, չէ՞։ Կասես բերեք մի հատ ստուգենք, տանենք անալիզները նայենք, մի հատ տեսնենք այս երեխան առողջ է, առողջ չի, սա ծնողները ովքեր են եղել։ Ինչ է կերակրում այս երեխուն։ Չէ, սպասես այդ անալիզներին, այդ ամեն ինչը մանրամասն։ Մինչև ուղղն ու ծուծը չստուգես, դու այդ երեխուն չես որդեգրի։ Կարող է մի 100 տարվա երաշխիք ուզես այդ մանկատնից։ Բայց ինչ արեց իսկական հայրը։ Որդեգրեց ամենաանառողջին, ամենահիվանդին, ամենատկարին, ամենակարիք ունեցողին, ով որ այս աշխարհին կարելի ասել պետք չէր։ Այս աշխարհին գիտեք, չէ՞ ինչն է պետք։ Այս աշխարհին պետքա ով որ են շուստերի, չէ, որ կարում է ինքը ամեն sense էսանի, էս մի տեղից մտնի, այն մի տեղից դուրս գա, ինքը կարա չեղած տեղից բանանի, բայց sense խափելով, քանդելով, ջարդելով, այդ է աշխարհի որդին, չէ։ Բա ո՞րն է Աստծո որդին։ Մենք ենք Աստծո որդիները, որ մեզ որդեգրել է, բայց մենք ով ենք, ամենատկարն ենք, ամենահիվանդն ենք, ամենավատ վիճակում ենք, Աստված ասեց ես քեզ կորդեգրեմ։ Ու դու իմ որդին, դու իմ դուստրը կլնես։ Ես քեզ կառնեմ իմ թևի տակ, դու ոչ մի բանի կարիք չես ունենա։ Այս է իսկական հորօրինակը։ Այս է իսկական հորօրինակը, որ մենք երբեք չենք կարող կատարյալ նմանվել այդ օրինակին, բայց ինքը մեր սրտում դրել է այդ կարեկցող սիրտը հայրական սիրո, որ մենք էլ կարող ենք նույն ձև լինել, փորձենք նույն ձև այդ կարեկցող սիրտը ունենանք եւ փոխանցենք։ Մյուս խոսքը ես հիմա ուզում եմ կարդամ ձեզ համար սիրելիներս։ Բոլոր նրանք, ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Հովհաննես 1:12։ Դու հավատում ես Հիսուսին, ընդունել ես Տիրոջը, իշխանություն ունես Աստծո որդի կոչվելու։ Աստծո որդի ես եւ Աստծո դուստր ես։ Ով որ եթե ստեղա դեռ չի ընդունես, հավատում եմ տենց առիթ կունենանք եւ քո սիրտը բաց պահի, որովհետեւ Աստծո որդի դառնալու, դուստր դառնալու ճանապարհը մենակ էսա, որ ընդունես Տիրոջը, որ հավատաս Տիրոջը եւ կդառնաս իր որդին ու դուստրը։ Բայց գիտեք, հեշտ է ասել, որ Աստծո որդի ու դուստր հավատացիր, ընդունեցիր Տիրոջը Աստծո որդի ես դուս ես։ Այո, ամեն, այդպես է, Աստծո խոսքը դա ասում է, հաստատում է, բայց արդյոք ուղակի լինելը մեզ բավական է։ Ուղակի անունով լինելը մեզ բավական է։ Որտեվ երբեմն ես ինքս ինձ վրա եմ տեսել, մենք ավելի շատ երբեմն կենտրոնանում ենք լավ քրիստոնյա լինելու վրա, լավ հավատացյալ, ճիշտ հավատացյալ լինելու վրա, որը որ վատ չի։ Բայց ես ուզում եմ, որ այսօր մենք մեկ ուրիշ տեսանկյունից նայենք։ Սիրելիներս, փորձենք լինել լավ որդիներ։
փորձենք լինել, դառնալ լավ դուստրեր, որովհետև հորը մոտենալու ճանապարհը որդի դառնալն է։ Եթե դու ուզում ես Աստծո մոտ լինել, ուզում ես Աստծո ձայնը, Աստծո խոսքը լսել, ավելի ճանաչել, պետք է որդի դառնաս, որովհետև այդ որդի լինելու իշխանությունը ունենք, բայց դառնալու ճանապարհը ապրում ենք հիմա։ Այսինքն մենք ունենք իշխանությունը, բայց դառնալու ճանապարհը եւ իշքան մոտենաս հորը, այնքան դու կդառնաս որդի։ Իսկ այդ ճանապարհը քարոտ է, փշոտ է, քարքարոտ է, դժվար է, բայց իշքան որ մոտենաս, այնքան քո կյանքի մեջ դու փոփոխություն, զորություն ու բժշկություն կտենաս։ Ես աղոթում եմ ու հավատում եմ, որ Աստված այսօր մեզ հնարավորություն կտա, որ մենք վերանայենք, նայենք ու գանք իր առաջ բժշկվելու, ազատագրվելու, մաքրվելու, սրբվելու որպես որդիներ։ Գանք եւ նայենք ամեն ինչին այսօր այս տեսանկյունից, որ ես որդի եմ, ուզում եմ բժշկվեմ, այն ինչ որ ինձ խանգարում է։ Այո, Աստված մեզ որդեգրեց։ Որբ էինք, որդեգրեց, դարձրեց իր որդի, բայց հավատացեք, ես հիմա ասեմ, երևի դուք եք կմտածեք, դուք էլ այդպես տեսած կլինեք, միգուցե մարդիկ, ամեն ինչ ունեցող որդի տեսել եք։ Ամեն ինչ ունեցող որդի, ինքը ամեն ինչ ունի, հա, ամեն ինչի, ոչ մի բանի կարիք չունի։ Բայց ներսը դատարկ է, ներսը որբ է, որ հոր կարիք ունի։ Այսօր, ինչպես ես քիչ առաջ սկզբում նշեցի, մենք մեր երկրային ծնողները կատարյալ չեն։ Իրանք էլ էս կյանքը առաջի անգամ են ապրում, իրանք կատարյալ չեն։ Տեսա, իմ հայրը հոգևոր չի, ինքը աշխարհիկ մարդ է, խոսում ես Աստծուց, փախնում է, ոչ էլ ուզում է լսի, ոչ էլ թողի որ խոսաս։ Շատ լավ մարդ է, բայց ինքը չի լսի այդ ամեն ինչը, գիտես, ու նայում ես, ասում ես, դու որդի ես, ինքը քո հայրն է, ասում ես, դու ես ուզում իրան օգնես, որ այդ ճշմարտությունը իրան փոխանցես, բայց այնքան լավ է, երբ որ դու այդ ճշմարտությունը գիտես ու փոխանցում ես քո որդուն։ Օրհնված ես, ելիս քո երեխաները օրհնված են, որ դու փոխանցես այդ որդեգրությունը քո զավակին ու կտաս իր ձեռների մեջ։ Մեզ ահա այսպիսի ծնողներ են պետք։ Մեզ ահա այսպիսի հայրեր են պետք, սիրելիներս։ Թող քույրերը չնեղվեն, որ ասում եմ հայր, մեր բոլորի հայրն է, որ ասում եմ որդիներ, քույրերին էլ է վերաբերվում, որդիներ եւ դուստրեր։ Կարող է ես չհասցնեմ ամեն անգամ շեշտեմ դուստրեր, բայց իմացեք դուք հետն եք, միասին եք։ Մեր հոր զավակներն ենք։ Եվ մի հատ պատմությունով եմ ուզում կիսվել, որ երբ որ ինձ համար հայտնություն բացվեց, որ Աստված իմ հայրն է, ես գիտեմ որ դուք գիտեք այդ ամեն ինչը։ Հիմա որ ասում եմ Աստված մեր հայրն է, Աստված մեր փրկիչն է, Աստված զորավար, գիտենք, չէ՞։ Ամեն, բայց ես անկեղծ ասում եմ, հավատացեք, սիրելիներս, հայտնության պես պիտի բացվի։ Այսօր դրա համար է աղոթենք։ Հայտնության պես քո համար կարա բացվի, որ Աստված քո հայրն է։ Երբ որ իմ համար մի sense գիշեր էր, իմ համար խորում էի, կարդում էի, գրում էի, մի քանի տարի, 10 տարի առաջ կարելի ասել, ինձ համար նենց հայտնությունով եկավ, որ Աստված իմ հայրն է, որ ես այս հլացում եմ, sense մեջս չգիտեմ ինչ է կատարվում։ Ես ասում եմ, ուզում եմ կիսվեմ, գիշերվա ժամը 12-ից է, գրում եմ մի քանի ընկեր ունեմ, էլի sense հոգևոր կիսում, ասում եմ, լսի, դու հասկանում ես, ինքը մեր հայրն է, մենք զավակ ենք, sense կիսվում եմ, գրում եմ իրան, ասում եմ, ասում եմ, հա, գիտեմ որ մեր հայրն է, անի նորություն ասեցիր, Աստված մեր հայրն է, ասում եմ, չէ դու ինձ չես հասկանում, հա, ոնց որ ես ինչ նկատի ունեմ։ Ասում եմ, ախպեր, ինքը մեր հայրն է, հասկանում ես, դու որդի ես, դու կարաս որպես որդի բան, sense խոսում եմ ոգևորված, ու ինքը ինձ Սա հասկանում նույնիսկ չի ընկալում, ու ես այդ բան չեմ հասկանում, ասում եմ, լավ, ի՞նչն է խնդիրը։ Ես էլ գիտեի, որ հայրն է, բայց խի ես հիմա մի քիչ ուրիշ ձև գիտեմ, էլի։ Չեմ կարա բացատրեմ, էսից ձև ես գիտեմ, որ ինքը իմ հայրն է։ Ես աղոթում եմ ու խնդրում եմ Տիրոջը, որ այսօր բոլորիս համար այդ հայտնությունը կա։ Բոլորիս համար այդ հայտնությունը թող այսօր գա, սիրելիներս, ու հավատացեք, էսի այն ներողություն այս բառիս համար այդ լկստված բանը չի որդի լինելը, հասկանում ես, որ երկիր եկինք ստեղծողը քո հայրն է, ես այդ չեմ խոսում։ Այսինքն հակառակը, երբ որ դու լրջությունը հասկանում ես, ովքեր են ունեցել խիստ հայրեր, ունեցած հայրը խիստ է եղել,
որ կվախենայիր մի հատ մի բանը սեն շարժեիր, որ մի հատ sense հայացքով նայեր, կան տես ծնողներ, չէ։ Դու այդ լրջությամբ ու երկյուղով կգաս, երբ որ հասկանաս, որ ինքը քո հայրն է։ Այսինքն ես այս եմ նաև հիմա ասում, այս եմ խոսում, որովհետև այս ամեն ինչը ոչ թե նրա մասին է, ինչպես մի քանիսը խոսում եւ քարոզում են, իմ հայրն է, ես ինչ կուզեմ կանեմ, գնամ ստեղ էս անեմ, ես վաղվայի մեղքը Տերս գիտի արդեն ներելա ոչինչ։ Խիկավա Տերը չգիտեր խաշվելուց, որ վաղը ես ինչ մեղք եմ գործ։ Խոսքը սրա մասին չի։ Գիտեք, Աստծո նպատակը ինչ էր, որ մեզ տար զորություն, իշխանություն, լկստված զավակ լինելու շատ ներողություն։ Նպատակը այն էր, որ դարձնես ճիշտ որդիներ, որ աշխարհը սպասում է Աստծո որդկանց հայտնությանը։ Ամեն, Տիրոջը սիրելիներս։ Աշխարհը սպասում է, որ մենք հայտնվենք որպես Աստծո որդիներ։ Ես այս խոսքը մյուս հիմա կկարդամ ձեր համար։ Այստեղ հաջորդը որ թերթենք Հովհաննես 8:38 Ես այն եմ խոսում, Հիսուսն ասում, ես այն եմ խոսում, ինչ որ տեսել եմ իմ հոր մոտ, եւ դուք անում եք այն, ինչ որ տեսել եք ձեր հորից։ Երեխան ինչ տեսնում է իր հորից, վրաս կսովորի, այդպես կանի, այդպես կձևավորվի։ Պարզա այս օրինակով էր բերում Հիսուսը։ Եվ ասում է ես ինչ որ տեսել եմ իմ հորից, ես այդ խոսում եմ։ Այսինքն պատկերացնենք Հիսուսը երկինք ստեղծելու այն ամենասկզբից տեսել է, վերցրել է, սովորել է այդ ամեն ինչ այդ մեկությունը մենք լիարժեք հասկանում ենք ու այդ ամեն ինչը մեզ փոխանցում է։ Եվ Հովհաննես 5:19 Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ միայն այն ինչ տեսնում է, որ հայրը անում է, որովհետև ինչ որ նա անում է, որդին նույնպես նույնն է անում։ Մենք սա միշտ sense երևի նայել ենք ու այս կողմից որ Հիսուսը ասում է Հիսուսը նայել է հորից, արել է, մենք էլ նմանվենք Հիսուսին, մենք էլ վերցնենք։ Բայց եկեք սիրելիներս հիմա ես այս առաջարկը ունեմ, որ մենք նայենք մեր կյանքին։ Ինչա հայրը արե մեր կյանքի մեջ, սիրելիներս։ Ինչա հայրը արե մեր կյանքի մեջ։ Եթե այսօր մենք նայենք եւ հորը տեսնենք մեր կյանքի մեջ եւ անենք այն ինչ որ հայրը արելա, ինչ որ մենք տեսնում ենք ու սովորում ենք։ Առաջինը որ նայես քո կյանքի մեջ ու տեսնես ինչ որ հայրը քո համար արելա, կասես փրկել է ինձ, չէ՞։ Փրկել է, զորացել է, բժշկել է, ազատագրել է, մաքրել է, փառ Տիրոջ։ Դու այդ ամեն ինչը առաջնահերթ կտեսնես։ Ինչքան ժամանակ Աստված քեզ անհնարինից անհնարինը հնարավոր է դարձրել քո համար։ Փակ ճանապարհը բացվել է քեզ համար։ Հավատքովդ, աղոթքովդ տեսել ես այդ ամեն ինչը որ կատարվում է։ Այն ինչ որ Աստված ինչքան քեզ ներել է, զորացրել է, բարձրացել է։ Այսինքն ինչպես այստեղ Հիսուս ասում է, տեսել եմ իմ հորից, սովորել եմ եւ դա էլ անում եմ։ Այսօր մենք կարանք նայենք այդ ամեն ինչը, ինչ է անում Աստված մեր կյանքի մեջ, նայենք, սովորենք ու այդ նույնը անենք։ Կարող ենք թե չէ։ Կարող ենք, բայց չենք անում, բայց պետք է անենք։ Այս պետք է անենք, սիրելիներս։ Պատկերացրու, որ գառն ու արվակը ընկերներ էին։ Ու մեկ էլ մի օր էլ չծարավեց գառնուկը ու սկսեց ջուր չխմել ընկեր արվակից։ Նույնչափ հաճախ, որքան առաջ։ Իսկ անցյալում նրանք շատ հաճախ էին շփվում, եւ երբ գառնուկը խմում էր արվակից, նրանք անverջ խոսում էին եւ մտերմորեն շփվում։ Իսկ հիմա գառը ամբողջ անտառին պատմում է, թե արվակը ընկերս է, նա շատ լավ ընկեր է, դուք էլ գնացեք, խմեք նրա անուշ ջուրը։ Պատմում, բայց այդ ընթացքում շատ էր հեռվանում ու գնում, ինչքան հեռվանում, այնքան նրա ծարավն էր խլանում, բայց դեռ պատմում էր արվակի մասին, համը դեռ բերանն էր։ Այն պաղ ու պարզ ջրի ու վերջապես դա էլ պրծավ, վերջացավ, չորացավ, պրոշները թորշնեց, նա ինքն էլ զարմացավ, ախր այն ժամանակ լավ էր, ինձ ինչ եղավ, ինչ պատահեց ու էլի ճանապարհը շարունակեց։ Մտածելով, թե այն ժամանակ լավ էր էլի, երբ դեռ նոր էինք ընկերացել ու տենց էլ չհասկացավ պատճառը։ Սանից մեկ ինչ տեսանք։ Երբեմն մենք էլ ուրախանում ենք, հավատում ենք Տիրոջը, վերցել ենք, ալելույա, հարաբերություն ենք ունեցել Տիրոջ հետ, ներկայություն ենք զգացել, մի պա զորացան, կրակոտ ենք, լսած կենենք, որ մարդիկ ովքեր ասում են, ժամանակ ուրիշ էր էլի կրակոտ էինք ախպեր, այն սկզբի վախտերը, այնպես լավ էր, վարվում էր, Տիրոջ խոսքը, էս էինք անում ենք, լսել եք, չէ՞ այդպես մարդիկ։ Այս պատմության
պես է կատարվում, այնքան աստիճանաբար։ Այսինքն sense լսած կլինեք, երբ որ գորտին ուզում են էփեն, չէ՞, ոնց են էփում, գիտեք, չէ՞։ Գոլջերից մինչև տենց պաղով քիշ գազը տակացնում են ու տենց էփում են այդ գորտին։ Այդ նույնը մեր հետ է կատարվում եւ տենց աստիճանաբար մենք կարանք հերվանանք ու քո որդիական վիճակը կարա զիջես նորից եւ գնաս այնտեղ, որտեղից սկսել էր։ Գիտեք, շնորհակալ եմ Տիրոջը, որ մենք ինչքան ընկած ենք ինքը բարձրացնում է։ Ինչքան չորացած ենք մեզ ջրում է։ Աստված մեզ բժշկում է, ամրացնում է, օշնում է ու այս իր հայրական սերն է։ Բայց այն օրինակը, երբ որ Պողոս ասում է, ես ձեր հետ խոսում եմ ինչպես կաթնակերներ։ Այսինքն, այդտեղ եմ ասում, արդեն հոգնել եմ խոսալ, որպես կարծես երեխաների, որպես կաթնակերների։ Գիտեք, ինչպես որ սերմը գցում ես աճում է, չէ՞, ոնց է, ծառը միջև ծառ դառնալը պուճուր սերմա, չէ՞, որ մեծանում դառնում է ծառ։ Հավատացեք, մենք էլ որպես որդիներ պիտի աճենք։ Մենք որպես որդիներ պիտի աճ գրանցենք, այտենց էլ երեխա ենք մնում երբեմն, գիտես, որ Տերը որդեգրեց, մեզ վերցրեց իր ձեռքերի մեջ ու ինչ ես ուզում անես, ուզում ես որ քո զավակը քեզ նմանվի, չէ՞։ Քո զավակը պետքա ուզում ես կանգնեցնես քո առաջ, ամեն ինչով քո պես լինի, քեզ նման լինի, քեզ հարմար լինի, որովհետև դու գիտես, որ դա ճիշտ է։ Նույնը անում է Աստված մեր հանդեպ։ Բայց երբեմն մենք խանգարում ենք այդ աճման process-ին, որովհետև մենք նորից թողում վազում ենք մանկատուն, գիտես, մեզ այնտեղ հետաքրքիր բաներ կա, մեզ երբեմն այնտեղ ինչ որ բաներ հետաքրքրում է, ինչ որ բաներ, որ մեր մեջ դեռ մնացել է ու չի բուժվել, ինչ որ բաներ, որ պետքա բժշկության եւ ազատագրության կարիք ունի, որ մեզ չխանգարի, որ մենք մնանք հոր տան մեջ, ոչ թե թողենք ու փախնենք, ոչ թե խանգարենք այդ աճման process-ին ու տենց էլ չաճենք, տենց էլ մանուկ ու երեխա մնանք ստեղ, ոնց որ Պողոսը օրինակը բերում է։ Երբեմն դրա համար մենք այն հասարակ վիճակից դուրս չեն կարողանում գալ, որ գիտես ես օրվա մեջ պայքարես, որ մի հատ քո Աստվածաշունչը ավել կարդաս, աղոթք տանես, հայրեն ասում եմ քնում եմ, հասկանում եք, այս իրավիճակը մեզ համար Պողոսես օրինակ բերած երեխա իրավիճակն է։ Այդ երեխան է, իսկ որդին երբ որ աճում է, որդիական իշխանությունն էլ ձեռքերի մեջ Աստծո, պատկերացնում եք, չէ՞ ինչ է անում։ Հիսուսի նման է լինում արդեն։ Ինչ որ Հիսուսը անում է, ինչ որ Հիսուսը ասում էր, ինչ որ տեսա, հորից տեսա արեցի, ինչ որ լսեցի, ինչ որ խոսեցի, Տիրոջից լսեցի, հորից լսեցի, ամեն ինչ որ սովորացնում է, թե կարդաս Հովանեսի ավետարանը, կարդաս Հովանեսի նամակները, դու ամբողջը կտեսնես, հոր շատ տեղեր կտեսնես, բայց հատկապես այդտեղ շատ նշվում է հոր եւ որդու փոխհարաբերությունները, ինչպես դառնաս որդի, որդին ոնց պիտի լինի, որդին ոնց պիտի մնա, այսինքն այն ինչ որ անում էր Հիսուսը, լոկ միայն այն էր, որ մեզ ուզում էր սովորացնել ոնց մենք մնանք որդի, ոնց մենք դառնանք որդի ու ոնց աճենք, որովհետեւ դա է ճանապարհը հորը մոտենալու։ Դա է միակ ճանապարհը, սիրելիներս։ Ես ուզում եմ այդ պատմություն էլ պատմեմ վկայության մի կնոջ տարիներ, մի քանի տարիներ առաջ ավետարանչությունների ծառայության ժամանակ շատ հետաքրքիր էր, մի կին կանգնած էր ինքը խանութում վաճառողուհի էր եւ երբ որ քայլում ենք ծառայելով ավետարանելով Տիրոջը, այս կինը իր համար կանգնած էր եւ Տիրոջից խոսքը զգացինք իր համար, որ ինքը բժշկության կարիք ունի եւ խնդիր ունի։ Եվ երբ որ աղոթեցինք իր համար, ասեցինք խնդիրը եւ աղոթեցինք իր համար, իրես այդ բժշկությունը տեղի չունեցավ։ Բայց այդպիսի բան չէր եղել, որ երբ որ զգում ես եւ գիտության խոսքի պես որ Տերը ասում է, որ այսինչ խնդիր կա, այսինչ մարդը, որ դու անգամ դրան չես ճանաչում, աղոթում ես բժշկությունը լինում է։ Իմ փորձից այդպես էր միշտ եղել։ Այդպիսի բան չէր եղել, որ ուղղակի ես դա Տիրոջից կարծես զգայի, լսեի, գնայի, ասեի, աղոթեի ու ոչինչ չփոխվեր։ Մեկ աղոթեցին, երկու աղոթեցինք, երեք աղոթեցինք, ու ես արդեն իմ մեջ sense
Առանձնացա ու հարցնում եմ Տիրոջ, ասում եմ. Տեր իմ Աստված, առաջնորդեցիր, գնացի, ասեցին, աղոթեցինք, բախի չի բժշկվում։ Ես հո իր խնդիրը չգիտեի, դու ասեցիր, ի՞նչն է խնդիրը։ Գիտես, եւ խոսքը այն եղավ, որ ինքը շատ բժշկության կարիք ուներ ու վիավորված էր իր հորից։ Եվ ինքը բժշկության, ներման, ազատագրության կարիք ուներ։ Եվ դրա համար իր կյանքում այդ պայն այդ բժշկությունը տեղի չէր ունենում, բայց նես տեղի չէր ունենում Աստված իրան թողնել։ Աստված ոչ էլ իրան բժշկեր այդ օրը։ Ու բժշկությունը մինչև վերջ եղավ։ Երբ որ ես իրան ասեցինք, օնքուր սկսես լացել, եւ Տիրոջ առաջ գալ, ապաշխարել, վերանայել, դրանից հետո երբ որ աղոթեցինք, ինքը բժշկվեց։ Բժշկությունը եկավ, փառք Տիրոջ։ Փառք Տիրոջ ելնես, ու էսի ցույց է տալի, որ որպես որդի եւ դուստր, երբ որ դու նա ինքը չէր ճանաչում, ինքը ճանաչեց եւ այլն եղավ, ապաշխարեց, Տիրոջ իր սիրտը տվեց, բայց էլի դրանից հետո չէր լինում։ Մինչեւ իմ ասած այդ process-ները կատարվեցին, նոր բժշկությունը եկավ։ Այսինքն այն, որ մենք հիմա իշխանություն ունենք Աստծո որդիներ կոչվելու, դա դեռ չի նշանակում, որ մենք լիարժեք կատարյալ վիճակում ենք։ Մեր կյանքում շատ բաներ հենց այս նույն բանն է կատարվում։ Հենց այս նույն բանն է կատարվում։ Ու այսօր ես ուզում եմ, որ մենք կաղոթենք միասին անպայման, որ մենք բժշկվենք։ Մենք որպես Աստծո որդիներ բժշկության կարիք ունենք։ Բժշկության եւ ազատագրության կարիք ունենք, որ Աստված մեզ բժշկի, որ Սուրբ Հոգու ներկայությունը մեզ այնպես դիպչի, որ մենք որպես որդիներ այդ հայտնությունը հայրական զգանք ու չփոկվենք դրանից։ Ամեն։ Սիրելիներս, հայրական սիրո անոթը որդիական հայրական սիրո անոթը աղբյուրը հայրական սիրո աղբյուրը որդիական անոթ է ման գալիս։ Հայրական սիրո աղբյուրը որդիական անոթ է ման գալիս։ Երբ որ մենք դառնանք այդ անոթը, իր սիրո աղբյուրը մեզանից կբխվի։ Դրա համար մենք հասկանում ենք, որ այստեղ խնդիրը ճանաչողությունն է եւ ինքներս մեզ, որպեսի մենք ճանաչենք, ինքներս մեզ ընդունենք որպես Աստծո որդի, հավատացեք, շատ մեծ բան կփոխվի մեր կյանքում։ Շատ մեծ բան, շատ մեծ լրջություն կգա, շատ մեծ երկյուղ կգա, շատ մեծ փոփոխություն կգա մեր կյանքի մեջ, որը նաև կփոխանցվի արդեն կողքիններին, մեր շուրջը, մեր ընկերներին, մեր հարազատներին, եւ հայրը մեզ համար կդրսևորվի որպես բժշկող հայր։ Ամեն։ Եվ ինչպես ասացի, մենք բոլորս այդ բժշկության կարիքն ունենք, ու այդ պատնեշները, այդ ամեն ինչը սիրելիս պետքա ջարդվի։ Պետք է այդ պատնեշները, ինչը որ խանգարում է, որ որպես որդի մենք դրսևորվենք, մեր միգուցե ինչ-որ բաներ գալիս է մանկությունից, միգուցե ինչ-որ բաներ գալիս է հայրական, քո երկրային ինչ-որ հայրական սիրո պակասից, միգուցե ինչ-որ բաներ, ինչ-որ այլ բացթողումներից է գալի, բայց մենք չենք կարա երբեք ոչ մեկին մեղադրենք մեր ինչ-որ մի բացի կամ մեր ինչ-որ մի պակասի համար, քավլիցի, մենք ոչինչ չենք ավելացնի մեր կյանքում, հարազատներս դրանով, ոչինչ։ Եվ մեզ մնում է մի բան, որ մենք որպես անոթ վերանայենք մեզ, որպես անոթ վերանայենք մեր կյանքը։ Գիտեք, երբ որ ես երկրպագությունը, այսօրվա երկրպագությունը, փառաբանությունը, ես հավատում եմ դուք զգացիք Տիրոջ ներկայությունը, զգացիք Սուրբ Հոգու ներկայությունը, ու ես հիմա էլ զգում եմ Տիրոջ ներկայությունը, ես հավատում եմ, որ Տերը այստեղ է, Տերը բժշկում է, Տերը զորացնում է։ Ամբողջ այս ամեն ինչի իմաստը այն է եղել, գիտես, այս աստվածածության ճոխությունը, այս փրկությունը, ամեն ինչ այն եղել, որ դու որպես որդի ու դուստր կանգնես քո հոր առաջ։ Եվ մտածես դրանից հետո մյուս որդերի մասին, ովքեր որ որդի կդառնան։ Ոնց կարա իրական որդին, որը հորն է նմանվում, չմտածի իր ընտանիքի անդամների մասին, չմտածի, որ օրինակ դու հիմա որ իմանաս մանկատանը աղբեր ու քուր ունես, չես էդ հա բերես, չես գնա իր հետևից, չես գնա ասես, սիրելիս, ես քո աղբերն եմ, այս հնդկական ֆիլմ չի, էլի, գնաս ասես, ես քո քույրն եմ, գիտես, գեթաս կասես, ասես, հայր ունենք մենք, գիտես մեր հայրով է, գեթաս կասես,
Նույնը հոգևոր կյանքում ու հոգևոր աշխարհում դու չես կարա լինես իրական որդի ու չմտածես գնալու մասին ու քո աղբեր ու քրոջը բերելու մասին։ Ես գիտեմ, որ դուք շատերը տեսել եք կործանված մարդիկ, տեսել եք ալկոգոլիկ ինչ-որ մարդիկ, տեսել եք այլ խնդիրներով մարդիկ, միգուցե նարկոտիկների, դրագների, տարբեր այլ ինչ-որ այլ ասոցիացիաների եւ այլն, տեսել եք, չէ՞, փորձել եք այդ մարդկանց երբեմն նայեք այլ տեսանկյունից։ Չեմ ասում բարի աշկերով, որ ամեն ինչ լավ է։ Խնդիրը կա, բայց փորձել եք նայել այն տեսանկյունից այդ մարդկանց, որ այս մարդիկ այսպես գաս այս մի տեսանկյունից ու նայես, որ ինքը այն կորած զավակն է, ով որ կարիք ունի։ Ինքը հայր ունի, բայց ինքը չի ճանաչում այդ օրը։ Ինքը ծնվել է այս աշխարհ, ինքը դու չգիտես այդ մարդը, չէ, ինչերով անց է։ Ես չեմ արդարացնում, բայց մենք երբեմն կարող ենք մեր մատը այսպես երկարացնելու ասել, այս ինչ մեկը էս մեկն է, այս ինչ մեկը էս մեկն է, այս ինչ մեկը այն մեկն է, բայց մենք չիմանանք այդ մարդ իր կյանքում ինչերի տեսե ու ինչերի մեջով անց է, ինչ տկարություններ ա ունեցել, չգիտես ինչ ծնող ա ունեցել, չգիտես ինքը ոնց ա մեծացել։ Գիտես մի տղա կար, ինքը մեծացել էր առանց հայր, 5 քույրերի հետ ու իր մամայի։ Այդ տղան ոնց կարա նորմալ տղա մեծանար, չէ՞։ Դու կնայես այդ տղային կողքից կասես ինքը էս ինչ մեկն է, չէ՞։ Էս ինչ խնդիրն ունի։ Այս տղան մեծացել է 5 քույրերի ու իր մամայի հետ, ինքը աղջիկ է մեծացել, հասկանում եք։ Այսինքն մենք չգիտենք, սա ուղղակի փոքր օրինակ էր։ Դու չես իմանում դիմացինի ապրած կյանքը։ Դրա համար այնքան ճիշտ է, որ մենք որպես Աստծո զավակներ, որդիներ, այսպես տեսանկյունից գանք ու նայենք, ասենք, ես հավատում եմ, որ այս մարդը կփոխվի, կապաշխարի։ Եթե կարաս ինչ-որ ջանք անես, եթե կարաս Տիրոջ արքայության մասին պատմես, փոխանցես ու նայես այն տեսանկյունից, որ ինքը քո կորած քուր աղբերն է, որ կարիք ունի ճանաչելու, իմանալու, որ ինքը հայր ունի, սիրելիս։ Եթե մենք այս սրտի, այս հայրական չի կարա որդին հայրական սիրտը իր մեջ չկրի։ Չէ՞ որ մենք այդ ենք տեսել մեր կյանքում։ Չէ, մեզ Աստված տենց է ազատ է, Աստված մեզ տենց է բժշկ է։ Ինչպես Հիսուս ասում էր, ես ինչ որ տեսա հորից սովորեցի, էդ էլ արեցի։ Մենք ինչ տեսանք մեր հորից, մեր երկնային հորից։ Մենք տեսանք, որ մեր հայրը մեզ բժշկում է, ազատում է, փրկում է, ճանաչում ենք Տիրոջ։ Այսօր ստեղ նստած ենք, հույս ունենք, հավատք ունենք։ Գիտես, որ շատ անհնարին բաներ հնարավոր կդառնա։ Հավատքդ գնալով կարա մեծանա ու անսահման լինի։ Այդ ենք մենք տեսնում։ Ու այդ ամեն ինչը պետքա փոխանցենք։ Այդ ամեն ինչը պետքա փոխանցենք, սիրելիս, փառք Տիրոջ։ Ու պետքա աղոթենք այսօր հենց այդ բժշկության, հենց այդ ազատագրության համար, որ մենք որպես որդի հոր առաջ կանգնենք, որպես որդի ճանաչենք, մոտենանք, զորանանք, ոչ միայն մեզ համար, այլ նաև մեզ շրջապատող մարդկանց համար, կարիք ունեցողների համար, սիրելիներս։ Եվ կարիք ունենք, որպեսզի այն հատկությունները, որոնք որ մեր մեջ ադամական այն մեղքել են ամեն ինչը, որի հետ մենք բոլորս կռվում ենք։ Մենք բոլորս կռվում ենք։ Այս այն ժառանգությունը քո մանկատան նաև նույնպես կա, որտեղ դու ծնվել ես այս աշխարհում եւ մենք գիտենք ամենասկզբից ադամական մեղքի այդ ամեն ինչի մասին ու որպես որդի, եթե դու չզորանաս, դու այս ամեն ինչ հետ կռիվ չես կարա տաս։ Մոռացիր։ Ինչպես մենք կարող ենք հազարավոր կամ ինչ-որ բանակի հազարավոր տարիների այդ նույն խնդրի հետ, նույն խնդրի հետ կռիվ տալ, եթե մեր հայրերը հազարավոր մարդիկ չեն կարողացել միլիոնավոր մարդիկ հաղթեն, այդ մենք ո՞նց կարանք հաղթենք առանց Աստծո։ Չենք կարա, սիրելիս։ Եթե մտածում ես, որ առանց Տիրոջ մենք կարանք այդ հազարավոր այդ տարիների այդ միլիոնավոր մարդկանց կարողանանք հակառակ գնալ եւ հաղթել այդ ադամական մեղքին առանց Տիրոջ զորության, առանց իրական որդի լինելու եւ փոխվելու, անհնարին է։ Դրա համար մենք երբեմն չենք հասկանում ինչի համար է պետք Աստվածաշունչը կարդալ, ինչի համար է պետք եկեղեցի գնալ, ինչի համար է պետք հոգևոր շրջապատի մեջ մնալ։ Այն նրա համար, որ ինչքան հոգևոր լինի քո շուրջը,
Իշքան դու քո ընտանիքի մեջ լինես, իշքան հոգևոր պատված լինես, այնքան դու հեռու կլինես այդ ադամական մեղքից, ցանկություններից եւ այն տկարություններից, որ քեզ փորձում է քաշի։ Մենք այսօր բոլորս էլ ստեղ կանանք ինչ-որ հարցեր ունենանք, հոգսեր ունենանք, աշխատանք խնդիր, եթե գնաս այդ հունով կգնաս։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք։ Եթե մենք չմնանք այս ամրության մեջ, մենք ոչ թե աճ ենք ապրելու որպես որդիներ, այլ հետ ենք գնալու։ Պետք է այնպես չլինի, գիտես, որ ասում է խոզին ինչքան լվանաս ինքը մեկա կեթա ցեխերի մեջ, չէ, լվանաս պլպլցնես, հագցնես սիրուն, սարքես թագուհի, թողես ինքը կեթա ցեղերի մեջ լող կտա։ Մենք էլ ենք տենց անում մեկ-մեկ։ Մենք էլ ենք տենց անում, սերիներս։ Աղոթենք թող Աստված մեզ բժշկի այդ ամեն ինչից։ Ու ես մի օրինակ եմ ուզում էլի բերեմ, ուզում եմ որ մեր սրտերը հետո բացենք դրանից հետո, որ աղոթելու ենք ու կուզեմ որ Տիրոջ առաջ գանք երկրպագությամբ, երկրպագենք, գանք երկրպագությամբ ու ոչ թե ուղակի անենք ու վերջանա, ինչ որ 20-30 վայրկյան չէ։ Ուզում եմ որ այսօր գանք Տիրոջ առաջ, սրտներս բերենք մեր ու ասենք Տեր, դարձրու մեզ իրական որդի, բժշկի մեզ։ Տվել ես մեզ իշխանությունը, բայց այն ինչ որ խանգարում է մեզի, այն պատնեշները, այն պատերը, այդ կապանքները, ինչ որ բաներ միգուցե մանկությունից, միգուցե այլ բաներից, միգուցե ինչ որ մի բանից վերցրել ես, ինչ որ մեկի ինչ որ թողած վեր կա, միգուցե այլ բան է, այդ ամեն ինչից բժշկվել ու ազատվել ապեցի էլիս։ Այսօր սիրտը դի բացես դրա համար, որովհետև ամբողջ գաղտնիքը հենց դրանում է կայանում։ Հոգևոր կյանքը ոչ թե լավ քրիստոնյա լինելու մեջ է, այլ լավ հոր որդի լինելու մեջ է։ Լավ հոր որդի դրսևորվելու մեջ է, որ դու կարանաս ոչ միայն քեզ, նաև քո կողքիններին ցույց տաս Աստծո հայրական սերը։ Եվ ուզում եմ սա պատմեմ մեր երիտասարդներից մեկը, այր աղբերներից մեկը մի անգամ շատ լավ հարց տվեց, որ ոնց ես մտածում, իմ մեջ էլ այդ հարցերը, ինչ հետաքրքիր էր, որ իրա տալու այդ հարցից մի քանի օր առաջ, ես այդ պատասխանը շատ հետաքրքիր ձևով իմ համար էլի հայտնությամբ ստացել էի, որը որ ես էլի վերցրել էի սենց աղոթքով, լացելով, ես ասում եմ ինչ հետաքրքիր է Տեր, ու 2-3 օր հետո հաջորդ օրը ինքը հենց այդ հարցը տվեց։ Ունենց հետաքրքիր էր, որ երբ որ ես պատասխանում եմ վերհիշում էի, իմ համար էլ ավելի պատասխանվում էր այդ հարցը։ Ես հիմա որ ասեմ դու կմտածես, դու էլ ես երևի էդի մտածես էլիս, որ մտածել ես, չէ՞ որ լավ Աստված այս ամեն ինչ արել է, մեզ ստեղծել է, որ մենք ուղղակի իրան երկրպագենք։ Այսինքն Աստծուն զուտ ուղղակի պետք էր երկրպագող ու փառաբանող, որ մեզ ուղղակի ոնց որ խոնարհեցներ ասել դուք ինձ պետք է երկրպագեք ու փառաբանեք, էդ է ձեր գործը։ Այսինքն Աստված ուզում էր ուղղակի երկրպագող ու փառաբանողներ։ Արդյոք երկնային այդ հրաշք փառաբանության ու երկրպագության մեջ Աստված մեր երկրպագության ու փառաբանությաններ մնացել։ Գիտեք ինչ քերով բեներ, ինչ ռեշտակներ են փառաբանում Տիրոջը։ Զորավոր բանակա փառաբանում Տիրոջը, գիտեք, որին մենք էլ ենք միանալու, հավատում եք։ Ամեն։ Բայց Աստված մեզ չի ստեղծել միայն, այո, մեզ ստեղծել է երկրպագուներ եւ իրան փառաբանողներ։ Մենք երկրպագու փառաբանողներ ենք։ Բայց Աստված մեզ մենակ դրա համար չի ստեղծել, որ մենք ուղղակի իրան երկրպագենք, փառաբանենք, ամբողջ մեր երկյանքի իմաստը դա է։ Չէ։ Այստեղ բավականին մեծամասնությունը ծնող եք։ Եվ ինչ որ ասեմ, հաստատ կհասկանաք ինչ եմ ասում։ Ես այս բան երեխա չունեմ ու ինձ համար կներեք ինձ համար շատ բան այդ հարցը որ դու քո կյանքում կարաս ունենաս ամեն ինչ ինչ որ քեզ բավական է ապրելու համար կարաս ունենաս ինչ որ քեզ բավական է որ դու դա ունես բայց քո մեջ կա մի դատարկություն որ
ուզեիր որ քեզպես մի փոքր մեկին տեսնեիր հասկանում ես ուզում ես տեսնես ու ասես ես ոսո կյանքդ իմաստավորվի դրանով ծնողները կհամաձայնվեն կյանքդ ոնց որ իմաստավորվի դու իմաստ ունենա լավ ես էս ունենամ ամեն ունենամ էս անեմ այն անեմ բայց դրանով իմ սիրտը չի լցվում ես այն օրինակով եմ ասում եւ գալիս եմ ու ասում ես դա ինչ չի հագեցնում այդ բացը չի լրացնում կունենաս ավելին թե կունենաս ինչ որ բավականա թեկուզ էլի չի հագեցնի ու մի հատ sense հետաքրքիր բան ասեմ Աստված մեր հայրը քո հայրը ուզեցավ քեզ ունենա որովհետև ուզեցավ քեզ ունենա որտեվ զուտ նրա համար որ դու իրան պետք ես հասկանում ես այսինքն հայրը քեզ ունի որովհետև ինքը ուզում է քեզ ունենա եթե ես այսօր այստեղ նստած ծնողներին ասեմ Չելիս ինչ համար ուզեցար երեխա ունենաս հա Ինչ պատճառ կարաս ասես որ ասես սրա համար ուզեցա ունենա վաղը միսօր աշխատի ինձ բայց չէ դու չես կարա այդ հարցին լիարժեք պատասխանես չես կարա բայց ինչ ենք մենք այդ հարցը տալի հասկանում ես այսքանը մեզ հերիք է որ մենք հասկանանք որ Աստված մեզ ուզեցավ ունենա որովհետև ուզեցավ քեզ ունենա դու այդքան կարևոր ես այդքան թանկ ես հոր համար այդքան հայրը ուզում էր զավակ ունենար ու այդ զավակը ունեցավ ու դու այդ զավակն ես եկեք փառտանք Տիրոջը սերունդներս եկեք փառավորենք Տիրոջը ես խնդրում եմ մեր երկրպագության խումբը որ բարձրանա Ես ուզում եմ որ մենք երկրպագենք սիրելիներս Ես հավատում եմ որ Տիրոջ ներկայությունը ստեղ է Տիրոջ ներկայությունը ստեղ է ու եթե ուզում ես որպես որդի ուզում ես բժշկվես հանես քո մեջից այդ որդին մեզ պետք չի մենք շուտ վանից էլ մանկատանը չենք սիրելիներս մենք շուտ վանից հոր տան մեջ ենք եթե չգիտակցես որ դու հոր տան մեջ ես բժշկություն չի գա դե գիտակցես եւ այդ ժամանակ կհասկանանք այս խոսքերը որ ասում է առաջինը ուզիր երկնքի արքայությունը մնացածը քեզ կտրվի որովհետեւ որդին առաջինը մտածում է ինչի մասին արքայության մասին չէ հոր տան մասին է մտածում այս ամեն խոսքերը հաստատում է որ ի սկզբանե Աստված ամեն բան արել է որ քեզ ունենա որպես որդի եւ դուստր սիրելիս եկեք երկրպագենք ու այս ընթացքում խնդրում եմ որպեսի բացես քո սիրտը Տիրոջ առաջ